Önce Ermeni Amen. Ողջունեմ ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր, Աստծոքին մեր վրա թողնա։ Այսօր Տիգրանագերդի Կիրակոս եկեղեցին կմատուցանենք այս պատարագը։ Ուրեմն Տիգրանագերդի այս Սուրբ Կիրակոս եկեղեցին Անադոլիի մեջ մնացած եւ աշխատող 5 եկեղեցիներն մեկն է։ Այնպես որ Աստծո փոխին եւ փառքն որպեսզի մեր հայրերով շինած այս քեցիկ եւ հարավոր եկեղեցին մեջ գրքին հավաքվելու եւ աղոթելու արիք ունեցանք 1518-ին հիմնված է այս եկեղեցին եւ միջին արևելքի ամենեն մեծ հայոց եկեղեցին լավով իջանց Վգանեն այս քաղաքի մեջ 19-րդ դարում ապրած 150,000 հայերուն այնպես որ մենք կբանձացնենք իրենց հիշադակը եւ ողջուն եւ փառք Աստծո որ դակավին ունենք այս տաճարները թեև քննարկություն հայկական քննարկություն գրեթե չկա տասնյակներով կարելի է համրել, սակայն եկեղեցին աշխույժ է եւ ամեն օր հարյուրավոր գայցել են այս եկեղեցին, այս առումով եկեղեցվոր թաղայի խորհուրդը մեծ եւ կարեւոր կատարել բարոն Վարդգես Էրգուն Այգի անցի թաղայի խորհուրդը գշմուրավոր է Եկեղեցին հարկավաճ վիճակի մեջ կպահեն եւ աճս օտարներում նաեւ վկայությունն է մեր հավատքին այսօր երկրորդ ցանկացած է եկեղեցու օրացույցին համաձայն եւ որտեղ Հիսուս հարավորապես Երուսաղեմ մտավ Էշու վրա հազարավորներու ծափարանքին եւ փողասանքին արժանի դարձավ, երբ որ մանկները դուքովեին իրեն ովսանդակսեին Իսրայելի թագավորին օրդյուն ուլա ասեին, երկինքին հարցունքներ ուլա, ուրեմն իր հագարագործները նախանցան քրքրվելով Հիսուսին լրեցուր այս մանուկները, ինչ կսեն այս մանուկները Հիսուսա որ եթանոք լրեն կարերը պիտի պրսն։ Իրավես կարերը երբ որ մարդիկ կլրեն գլխոսին, որովհետև երբ որ մենք անցյալի մասին հատկապես սորվիր ուսենք, շատ հաճախ աշխարհի պատմության մեջ քարերեն զատ ուրիշ բան չմնացած։ Եվ ահա Տիգրանագերդը ունի 10,000 տարվա պատմություն եւ քնապանները քարերը բրբդելով ուսեն սորվիր այս քաղաքի անցյալը իրավես հայոց աշխարհենալ ինչ որ մնացած է քարով շինվածն է հետաբար հիշողությունը շատ կարևոր է մարդուն համար ասկերու համար ընկերություններու համար ընտանիքներու համար հիշողությունը շատ կարևոր է եւ այդ հիշողությունը պետք է փայփայենք, այդ հիշողությունը պետք է արծարծենք, որպեսզի ավելի լավ արժևորենք մենք մեր այս օրը։ Երկրորդ զարգացած հարը եկեղեցու օրացույցի մեջ արձանագրված են, Սուրբ Գրիգոր Լուսավորության մնացած հիշադակիմը պահպանելու համար, որովհետև երբեմն մեկ հար մեծ պատմություն ունի իր ետև։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը 13 տարիներ փորձրակ մնաց եւ հրաշքով հարգավթե ապրեցավ, սակայն Աստված որպեսզի վահե Սուրբ Գրիգորը ոչ միայն մարմնավեր, այլ նաեւ հոգեվես մխիթարեց անիկան
եւ անով արջերը փաստավ ոգևոր հորիզոններ այդ խավարի մեջ։ Իրականության մեջ Սուրբ Գրիգոր Լուսավորչին ապրածը, երբ որ սկայրանքները ոչ մեկ դվյալ չունին, հոգին կսկսի աշխատելու եւ դա հաստատելու կսկսի հոգևոր աշխարհի մեջ, ինչպես որ ունին մեջ կբադահի, ասիկա հոգևոր քրականության մեջ կբադահի։ Ուրեմն մարդիկ, որոնք ուզեն լուր դեղերը քաշվի, իրենց մեջը փակվի, աղոթել Աստծո, որպեսզի ուրիշ աշխարհը բացվի իրենց առջև։ Հոգին չկործածված սկայրանքները բացվի։ Հետևաբար Սուրբ Գրիգոր Լուսավորիչի այս սկայրանքները բացված էին օր վիրավի մեջ։ Եվ Աստված հրեշտակներ ուղարկել երբեմն որպեսզի խոսիլ չմոռնա եւ դասուցել։ Այդ ամեն օր եկող հրեշտակներն մեկը Ամփարցումի 4-րդ օրը, այսինքն գիրակի օրը, չեկավ, երկուշաբթի եկավ, եւ Սուրբ Գրիգորը հարցուց հրեշտակին, սա որ ինչու չեկար երեք, անալսա որ մեր հրեշտակներու հասակարգին համար շատ կարևոր է այդ օրը, մենք դոն դնենք այդ օրը, որովհետեւ այդ օրը Հիսուս Քրիստոսի համբարձման 4-րդ օրն է, Տեր Հիսուս երբ որ ստենյացներեն համբարձավ, հրեշտակներու 9 հասակարգերեն անցավ եւ հասավ վեհության աջ կողմը։ Հետևաբար, երբ որ 4-րդ օրը հասավ, մեր հրեշտակային հասակարգին եկավ, մեզի համար մեծ թեփք է եւ մենք մինչեւ այսօր գտնենք, ամեն տարի մենք հաղորդենք Տեր Հիսուս Քրիստոսին մեր on մտնելը։ Հետևաբար մենք այսպես կհասկանանք, որ համբարձումը նաև Տեր Հիսուս Քրիստոսին Երուսաղեմ մուտքն է, բայց ոչ թե երկրային Երուսաղեմ, այլ երկնային Երուսաղեմ։ Այնպես որ անոր համար մեր հայրերը չեն ուզած, որ Սուրբ Գրիգորին այս թեփքը մորցվի, այս օրը երկրորդ զարգացած ըսելով եւ արձանագրելով տեսակը իշադակի արժան կդասեն եւ մենք այսօր կպատմենք այս թեփքը մեզ ինչ ստորվեցն է բոլոր մտածող արարածներու համար մարդոց եւ հրեշտակներուն համար գամ թեփքեր շադագերի թեփքեր պետք է անուն հիշվին պետք է անուն շադագը վարվա երբեմն մեր հավատացյալի կյանքի մեծակույն խնդիրներն մեկը այն է, որ մենք Աստծո մեզի ուրացները շուտ կմոռնանք եւ ավելի գիշենք ինչ որ Աստված մեզի չէ տված բայց հավատքի մեջ մեծակույն զգացումներն մեկը երախտիկն է երախտիկն ալգնակ ունենալ եթե սեր հիշողությունը զորավոր է սեզի մարդոց կողմ է եղած բարիքները եւ Աստծո կողմ է եղած բարիքները պետք է հիշեք եւ երբ որ հիշեք այնադեն ամեն ինչ կփոխվի եւ դուք կհասկանաք թե որքան փախտավոր եւ հարուստ անձեր եք այնպես որ սիրելիներ այս օրը մեզի գսե որ քեսի եղած բարիքները Աստծո քու կյանքի մեջ ուրացները մի մոռնալ հիշե Եթե կարելի է քրե անում, քրե եւ գարթա եւ ուրիշներուն ալբատնել, որովհետեւ մեզ մեկուն մադահած մեծ թեփքը պետք է պատմվի վկայությունը քրիստոնեության հավատքին դարացման համար շատ կարեւոր է, ինչ որ Աստված մեր կյանքի մեջ ուրած է, պետք է պատմենք, Սուրբ Գրիգոր Լուսավորիչի եթե չպատմե իրեն եղածը, այնադեմ մենք պիտի չհիշեինք այսօր այս թեփքը եւ պիտի չհասկանային թե ինչու համար այս գիրակի երկրորդ զարգացած անունը կդրվի